Ինչի են մարդիկ բարի, կամեցող և զուսպ մարդկանց թույլ համարում, իսկ անտաշ, ագրեսիվ մարդկանց ուժեղ, որովհետև երբ մարդը չի պատասխանում ագրեսիային ագրեսիայով, մարդիկ մտածում են, թե ինքը վախենում է, բայց ոչ մեկ չի մտածում, որ ինքը ոչ թե վախենում է, այլ այնքան գիտակցություն ունի, այնքան ուժեղ է, որ կարողանում է կառավարել իր էմոցիաները, շատ քաջ հասկանալով, որ եթե այդ պահին չկարողանաս շտկել, չկարողանաս հանգստացնել քո էմոցիաները, քո իսկ դեմ են քո էմոցիաները շուռ գալու, իսկ ագրեսիվ մարդուն, այտենց անտաշ, հայհոյող մարդուն ուժեղ են համարում զուտ նրա համար, որովհետև ստեղ ենթագիտակցում մի բան կա թաքնված, այ եթե ես հակառակ իրան գնամ, ինքը կարող է ինձ խայտառակի, այսինքն նենց բաներ ասի, որ ես խայտառակվեմ, իսկ մարդու համար մահվան վախից հետո երկրորդ ամենաուժեղ վախը դա չընդունված լինելու վախն է, և եթե ագրեսիվ մարդը իրեն ինչ ասես ասի, ինքը վախենում է, որ ընդունված չի լինի հասարակության կողմից, այնպես որ բարի, կամեցող, կարեկցող մարդիկ ջան, հեչ վատ մի զգացեք, որ կան այնպիսի մարդիկ, որոնք որ փորձում են ձեզ, կներեք այս բառիս համար, օգտագործել, մի տրվեք սադրանքի, ուղղակի շուռ եկեք և գնացեք, ձեր շրջապատում այդպիսի մարդիկ խոչընդոտում են ձեր զարգացմանը, այնպես որ ես վստահ եմ, որ դու կարող ես: